որոնք են ամենահաճախ հանդիպող դեռահասների մոտ հոգեկան խնդիրները։ Դեռահասներին սովորաբար բնորոշ է տատանվող ինքնագնահատականը, քանի որ այս փուլում իրանք փնտրում են իրենց անձը, ով եմ ես հարցը իրենց մոտ շատ ակտուալ է, եւ նաեւ փորձում են այդ հարցին պատասխան գտնել ուրիշների աչքերում, թե ինչպես են ինձ տեսնում շուրջը եղող մարդիկ, հարաբերությունների մեջ ընկերներ, ուսուցիչներ, ծնողներ եւ սրանից բխող արդեն խնդիրը իրենց մոտ շատ ակտուալ տատանվող ինքնագնահատականն է։ Մեկուսացվածությունն է տարածված խնդիր, որ իրենք երբեմն շրջապատի կողմից անհասկացված լինելու պատճառով կամ այդ անհասկացված լինելու վախերից ելնելով կարծես մեկուսանում են, ինքնամփոփ են դառնում։ Երբեմն տագնապայությունն է շատ, իհարկե ոչ բոլոր դեռահասները, բայց տագնապայությունն է նրանց բնորոշ, որովհետև ունեն ներքին վախեր, ինչպես արդեն նշեցի, ինչպես կընկալվեմ, ինչպես ինձ կտեսնեն, ինչ կարծիք կձևավորվի իմ մասին եւ ունեն այսպիսի տագնապներ, անորոշություն, լարվածություն ունեն, այսպես սրանք շատ բնորոշ են բոլոր դեռահասներին գրեթե։ Ինչն է պատճառը, որ շատ դեռահասներ լռում են իրենց իրական զգացմունքների մասին։ Լռում են գուցե նրանից, որ երբեմն իրենք մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ չկա մշակույթ զգացմունքների մասին խոսելու։ Իրենց ընտանիքում ոչ մաման, ոչ պապան երբեք չեն եկել ու այսպես անկեղծ խորը զրույցներ չեն ունեցել։ Այսինքն տարբերակ 1, իրենք չունեն այդ մշակույթը խոսելու առհասարակ իրենց զգացմունքներից։ Գուցե չեն խոսում, որովհետև ունեցել են բացասական փորձառություն, որ երբ որ նախկինում խոսել են, հանդիպել են գնահատանքի, հանդիպել են անտեսման, որ իրենց ուշադրություն չեն դարձրել կամ տվել են շատ հստակ դատող գնահատական, քննադատական վերաբերմունք։ Գուցե չեն խոսում, որովհետև իրենք կարծում են, որ իրենց խնդիրները մեծահասակների աչքին շատ անլուրջ կարա թվա, որ կմտածեն, այս ինչ հիմար բաների մասին էս օրինակ մտածում, դրանից ելնելով չեն խոսում եւ այսպես։ Ձեզ ինչ սխալ պատկերացումներ կան դեռահասների մասին։ Սխալ պատկերացումները շատ են դեռահասների մասին։ Հաճախ տարածված կարծիք է, որ բոլոր դեռահասները շատ ըմբոստ են եւ ապստամբ։ Շատ տարածված կարծիք է։ Տարածված կարծիք է, որ բոլոր դեռահասները չեն կարող ինքնուրույն եւ ճշգրիտ որոշումներ կայացնել։ Նրանք չունեն բավարար ռեսուրս այդ պահին որոշումներ կայացնելու։ Իրենք ինչ են հասկանում, որ տարածված կարծիք է, որ հորմոնալ խնդիրները ժամանակի հետ կանցնի։ Սա էլ է ակտուալ միֆ դեռահասների մասին եւ երևի թե այսքան այս բանի միտքս եկավ, բայց երեքն էլ շատ ակտուալ են։ Ինչպիսի ներգործություն է ունենում ծնողի ուսուցչի վերաբերմունքը դեռահասի հոգեբանության վրա։ Նրանց դերը շատ կարևոր է այս փուլում, որովհետև օրինակ ուսուցչի պարագայում ուսուցչի կողմից մեկ ասված քաջալերող խոսքը կարող է լրիվ նորեջ բացել դեռահասի կյանքում, կարող է դեռահասին մոտիվացնել, լցնել ներուժով ու հավատով, որ դու կարող ես աշխարհը փոխել։ Եվ ճիշտ դրա կողքին հակառակը, մեկ անզգուշ անփույթ արված խոսքը կարող է լրիվ տանել մեկուսացման, ինքնամփոփության, անհուսության դեռահասին եւ նույնն էլ ծնողի դերը, կարող է լինել կառուցողական եւ կարող է լինել քանդող։ Եթե ծնողը փորձում է լինել առանց քննադատության, լսող ականջ է ունենում, դա նորից դեռահասի մոտ ստեղծում է համոզում, որ ես հասկացված եմ, ես լսված եմ, ինձ չեն դատում, եւ սա նորից իրեն բացում է, նա սկսում է համագործակցել, կիսվել իր ներքին վախերի մասին, տագնապների մասին, իր անլիարժեքության հետ կապված վախերի մասին սկսում է խոսել։ Այսինքն, եթե փորձեմ ամփոփել, եւ ծնողի եւ ուսուցչի դերը դեռահասի կյանքում կարող է լինել կամ կառուցողական, կամ քանդող։ Խոսեցինք սխալ պատկերացումների մասին, որոնք են հասարակական ամենահաստատուն ստերեոտիպները, որ վնասում են դեռահասներին։ Հաճախ մեր հասարակությունը ունի միտք, որ օրինակ տղան պետք է չլացի, տղան պետք է միշտ ուժեղ երևա, կամ աղջիկը պետք է բարձր չխոսի, աղջիկը պետք է լեզվանի չլինի, եւ սրանք շատ տարածված կարծրատիպեր են, համոզումներ են, որոնք բերում են իրենց բացասական հետևանքները։ Օրինակ, երբ որ ասվում է, որ տղան պետք է չլացի, տղան պետք է միշտ ուժեղ լինի, սա բերում է նրան, որ երբ որ դեռահասը ունենում է ներքին խնդիրներ, տխրություն, ցավ, վախեր, տագնապներ, ինքը ուղղակի սկսում է դրանց մասին չխոսել, փակվել,
կարծես կտրվում է իրեն շրջապատող միջավայրից, որ հանկարծ թույլ չերևա, խոցելի չերևա, եւ մենք այդ պարագայում նորից կորցնում ենք դեռահասին։ Կամ երբ որ ասում ենք, որ աղջիկը պետք է համեստ լինի, լեզվանի չլինի, հնազանդ լինի, խոնարհ լինի, դա նորից բերում է նրան, որ օրինակ աղջիկների պարագայում իրենք նորից սկսում են չխոսել իրենց ներսում կատարվող բովանդակություններից եւ նորից արդյունքում մենք կորցնում ենք կապը դեռահասի հետ։ Հետո ասում ենք, որ չի շփվում, ամբողջ օր իր սենյակում է, մեկուսացված է, ինչու՞, չէ՞ որ դա հետևանք է։ Հետևանք է նրան, որ մենք ասում ենք, որ աղջիկը պետք է համեստ լինի, պետք է տղան, չգիտեմ, չլացի, եւ արդյունքում իրենք նախընտրում են գնալ մտնել իրենց այդ ապահով բունիկը, որ այդ սպասելիքները այսպես չլինի, որ չկարողանա արդարացնել։ Ինչպես կարելի է ստեղծել միջավայր, որտեղ դեռահասը կհամարի իրեն լսված։ Այստեղ մեր աշխատանքը սկսվում է դեռահասի ծնողից կամ խնամակալից, ուսուցչից, ցանկացած գիտակից ծնող պետք է հասկանա, որ ինչ որ մի փուլում իր դերը ինչ որ առումով փոխվում է եւ նա արդեն ղեկավարողից, կառավարողից, վերահսկողից պետք է դառնա ուղեկցող։ Եվ դեռահասի պարագայում, երբ որ ծնողը այդ սահմանը չի գիտակցում եւ շարունակում է նույն ձևով վարվել, ինչպես վարվել է ավելի փոքր տարիքում, դեռահասը դիմադրում է, բախումներ են լինում։ Այսինքն դեռահասի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար ծնողը պետք է փոխի իր մոտեցումը, պետք է դառնա ուղեկցող, պետք է դառնա մեկը, ով իր գլխում փոխում է այն համոզումը, որ դեռահասը ինչ է հասկանում, որ չէ, մենք պետք է փորձենք մեր մեջ ուժ գտնել վստահելու մեր դեռահասին, մտածելու, որ նա կարող է ճիշտ որոշումներ կայացնել եւ իր որոշումը կարող է լավագույնը չէ, բայց իր համար այդ պահին լավն է։ Եվ երբ որ ծնողը, ուսուցիչը, մեծահասակը դեռահասի կողքին կարողանում է իր ներսում այդ համոզումները ունենալ, վարքը բնականաբար փոխվում է։ Մենք պետք է կարողանանք ազատության մթնոլորտ ստեղծել մեր դեռահասի համար, որ միևնույն ժամանակ դու իր կողքին ես, բայց նա զգում է, որ ունի ազատության տարածք որոշումներ կայացնելու, ընտրելու կամ չընտրելու։ Երբեմն մենք ծնողներս կամ ուսուցիչների դերում եթե լինում են, մենք ունենք շատ լուրջ վախեր, որ մեր դեռահասը չսխալվի, որովհետև դա շատ կարևոր կյանքի փուլ է եւ ցանկացած փոքրիկ սխալ կարող է ճակատագրական լինել, մասնագիտություն է ընտրում, չգիտեմ, սիրածանձ է ընտրում, ընկերուհի է ընտրում եւ մենք մեր ներքին տագնապներից ու վախերից ելնելով սկսում ենք միջամտել, սկսում ենք իրենց փոխարեն որոշումներ կայացնել, արգելել ինչ-որ շատ կարևոր բաներ, բայց դրանք մեր վախերից են գալիս։ Ծնողը կամ մեծահասակը, ով դեռահասի կողքին է, պետք է գիտակցի իր վախերն ու տագնապները եւ թույլ չտա, որ հարաբերությունների մեջ դրանք առաջնորդող լինեն։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։